հայ իրականության մեջ կա այսպիսի մի ասացվածք, ասում է հալվա ասելով բերանը չի քաղցրանում, ուժեղ ասելով ուժեղ չես դառնում։ Մենք տեսել ենք իրենց կառավարման ամբողջ ժամանակահատվածը, մենք տեսել ենք թե օրինակ նույն Ռուսաստանում իրենք ինչ հնարավորություններ ունեն եւ միայն այն 20 թվականներ, չէ, եթե չեմ սխալվում, այն ծիրաների պատմությունը որ տեղի ունեցավ, մենք տեսանք թե ինչ ուժ ուներ կամ ինչպիսի ուժեղ տղա էր Սամվել Կարապետյանը եւ ինչպիսի ուժեղ տղեկ էին ադրբեջանցիք, ովքեր արգելեցին հայաստանցիներին իրենց ծիրանը վաճառել իրենց ուրեմն այդ շուկաներում եւ Մոսկվայում եւ հետեւաբար իրենց ուժի մասին խոսում է կամ իրենց ուժի մասին խոսում է Լևոն Հայրապետյանի մահը, թե ինչպիսի ուժեղ տղեկ էին, որ թողեցին Լևոն Հայրապետյանը այդպես գնաց եւ մարդ, որը իսկապես ստրատեգիական ներդրումներ էր անում Լեռնային Ղարաբաղում եւ գիտեր թե որտեղ էր ներդրումներ անում, այլ ոչ թե օրինակ Ռոբերտ Քոչարյանի նման ով այսպես ասենք բամբազից կլորվից սվիտարով եկել էր Հայաստան, հիմա մենք տեսնում ենք, որ այսպես աղջիկների դեմ նստած Ստեֆանո Ռիչի sense պիջակով եւ այլնով ինքը sense կրուտոյի տղու նման այսպես հարցազրույցներ է տալիս։ Իսկ այդ podcast, իսկ այդ բամբազից սվիտարից միջև Ստեֆանո Ռիչի պիջակը ընկած է հայ ժողովրդի Ալան Թալանը, արյունը եւ տառապանքները։